Ողջույն հարգելի բարեկամներ, բարի օր բոլորին, ովքեր միացել են մեզ, ովքեր լսում են մեզ եւ ովքեր մասնիկն են քննարկման, հարգելի բարեկամներ, դեմ-դիմաց հանդիպումն է Ռաֆայելի եւ Դերենիկի հետ, ասում ենք բարի օր բոլորին, ովքեր միացել են մեզ չորեքշաբթի, կիսել են աշխատանքային շաբաթը եւ միացրել են FM 107.5 HD3-ը, Դերենիկը եւ Ռաֆայելն են ձեզ հետ, Դերենիկ բարի օր, հուսամ լսում եք։ Բարի լույս։ Բարի չորեքշաբթի։ Կեցե խաղությունը։ Լալա, այո։ Խաղություն, ամենեցուն։ Երեք եթերը հիշում եք, ինչ մտահոգություններով ավարտեցինք, որովհետև այն հայտարարությունները, որոնք հնչում էին Սպիտակ տնից եւ ոչ միայն իրոքահասարսուր էին, արի ու տես, որ գտնվեցին սառը գլուխներ, իմաստուն խելքեր, որ հասկանային, որ նման բաներ անել չի կարելի եւ այո, երկշաբաթյա, ոնց հասկացանք, երկշաբաթ, այո։ Նա, բայց շատ հավանական է, որ ետադարձ նահանջը հասկացան էլի անելու բան չեն անում, այ անաստվածներ, այդ ինչ գրառումներ էիք անում, այդ ինչեր էիք ասում, Տրամպը քաղաքակրթությունը գիշերը կվերանա, այս կանի, այսօր ասում ոսկե դար է բացվում մերձավոր արևելքում։ Իմիջիալոց մի բան ասեմ էլի, չզարմանաք, որ ասենք մի քանի տարի հետո Իրանն ու Միացյալ Նահանգները լավ հարաբերություն ունենան, իսկապես եմ ասում։ Եթե կարողանան ազատվեն այդ չալմաներից, այդ օրթոդոքս կրոնականներից, բոլորովին չի բացառվում, ընդհակառակը շատ հավանական է, որտեղ Իրանի ժողովուրդը ինչ ունի Միացյալ Նահանգների դեմ կամ հակառակը, ոնց որ Շեքսպիրն ասում, հեկուբը նրա ինչն է կամ նա հեկուբի։ Շատ ուրախ եմ եղել լավ հարաբերություններ շահի օրոք, բայց արդյոք սա ռեժիմի փոփոխություն է։ Դեռ ոչ, իհարկե ոչ, եւ սա վերջնական խաղաղություն էլ չի, ընդհանրապես երկշաբաթյա հրադադար է, բայց բոլոր դեպքերում շատ մեծ քայլ էր։ Ախր կադրերը տեսա, ես այսօր բանում ոնց են ուրախանում Իրանում ժողովուրդը փողոց են դուրս եկել, բան են արել։ Դե իհարկե իրենց կառավարությունը դա որպես հաղթանակ է ներկայացնում, ոչինչ, թող այդպես լինի, կարևորը դուք պատկերացրեք ինչքան անմեղ մարդեր զոհվելու է ընթացքում, անմեղ բոլորովին մարդիկ, որոնք ոչ մի կապ չունեն այս ամեն ինչի հետ։ Այդ ինչքան երեխա էր տառապելու, այդ ամեն ինչը գոնե դա կանխվեց։ Հուսամ ես երկու շաբաթում լեզու կգտնեն, էլի որ։ Հուսանք, Երևանը եւս ողջունում է Sky-ը, X-ի միկրոբլոգում վարչապետ Փաշինյանն է գրել, որ մենք բարձր են գնահատում միջնորդական ջանքերը, այդ թվում Պակիստանի ջանքերը եւ խորապես համոզված ենք, որ դիվանագիտությունը պետք է գերակայի բոլոր չլուծված հարցերը լուծելու եւ մերձավոր արևելքում խաղաղությունը պահպանելու համար։ X-ի միկրոբլոգում ա գրել։ Հետարքիրա երկու կողմներ հաղթանակ են անվանում, բացարձակ հաղթանակ։ Դե ուրախ եմ, թող երկուսն էլ այդպես կարծեն, այ մարդ, մեզ համար ինչ տարբերություն։ Թե ով է հաղթել, կարևորը որ մեր շուրջը այդ ամեն ինչը եւ նայելով իրոք ինչա կատարվում, իհարկե ոչ մի պատերազմ չի կարող լավը լինել, հուսամ հանգուցալուծվի այս երկու շաբաթվա մեջ։ Կալասը ողջունել էր շատ լավ ասում, հետ քայլ անդունդի եզրից, իսկապես որ հետ քայլ էր անդունդի եզրից, որովհետև դրանից հետո էլ հայտնի չէր եւ սա կարող է, ախր գիտեք, այս պատերազմները այս տեսակ ինչ վտանգ ունեն, որ կարող են կրակի պես բռնկել ամբողջ այդ մերձավոր արևելքը կարող է խառնվել իրար եւ ոչ միայն խառավիճակի մեջ է, նես չի խաղաղ ինչ որ աշխարհագրական մաս է, այնտեղ մի հատ կայծ ու բռնել չէր լինի։ Դե տեսնենք։ Բոլորը իրար դեմ եսի ինչեր ունեն։ Հիմա կարևորը որ նեղուցն էլ բացվեց, հիմա նավերը Լավ, այդ նեղուցը քարտեզով բան մոտեցել եմ ինքը փաստորեն Օմանի եւ Թեհրան երեք երկիր է, Ռուսաստան, Օմանը եւ մեկն էլ չեմ հիշում որ Արաբական Միացյալ Էմիրությունները չէին։ Չէ, չեմ կարծում։ Լավ, չգիտեմ, չեմ հիշում հիմա։ Ուզում ասեմ, ոնց է մեկի ջրերով չէին կարողանում անստեին, էլի, ինչ։ Այդ հիմնական բասը Իրանն է, էլի, այդ տեղից որ դուրս ա գալի, այդ վզիկը, հա, այնտեղ կարող էին, ասենք,
որոշ ցամաքով տանել, հետո էլի մտնել ծովը, այն մյուս երկրի արդեն սա բաներն էր, տարածքներ, բայց դա շատ մեծ ծախսերի հետ է կապված։ Այդ sense որ նայում ես, չէ, sense վզիկը sense գալիս է, ոնց որ հատուկ սարքած լինի բանի նման է, թակարդի նման է, մտար դուրս գալ չկա, այս կողմից էլ մի ելք կա միայն։ Այդ քարտեզները գծել են անգլոսաքսոնները մերձավոր արևելքի, հիմնականում բրիտանացիները։ Եվ օրինակ այդ փաստական տվյալը, որ Քաթարը եւ Սաուդյան Քաթարը եւ Արաբական Միացյալ Էմիրությունները մի էմիրատի մեջ պետք է լինեին իրար հետ կապած, բայց վախեցան, որ Քաթարը շատ գազ ունի, Էմիրությունները շատ նավթ ունի, որ հանկարծ իրար հետ բավականին հարուստ պետություն կարան դառնան, մի հսկայական հատված միջանցքի տվեցին Սաուդյան Արաբիային, որ այդ երկու երկրները չկպնեն իրար։ Հիմա թե ոնց են այս նեղուցը գծել, որ ամենը Թեհրանին է մնացել, բան Իրանի վերահսկողության տակ է։ Արաբական երկրները ամբողջ կյանքում իրար հետ կռվել են, իրարից հող են խլել, հող են առել, ձի են տարել, ուխտ են գողացել, ինչ ասես արել են ամի։ Դե բնականաբար։ Հիմա է թվում թե ոյ, այսինքն հիմա էլ իրար դեմ ինչ ասես լարվածություն ունեն։ Մանավանդ Իրանին չեն սիրում, որտեվ Իրանը փորձում էր ամեն կերպ փորձում էր դառնալ այդ մերձավոր արևելքի թագավոր, այսպես ասենք, հա, որ դոմինանտ ուժը դառնալ եւ դա դուր չէր գալիս ոչ Սաուդյան Արաբիային, ոչ էլ մյուս երկրներին։ Ուներ այդ բաները, հա, հովերը ուներ այդ, էլի մեծ ամբիցիաներ ուներ շատ, բայց դες կթոփով կապավ գետնին արդեն հիմա։ Մենա Արաքչին, Աբաս Արաքչին գրառում է կատարել, Իրանը երկու շաբաթով բացում է Հորմուզի նեղուցն ավելի անցման համար, անցումը հնարավոր կլինի իրականացնել զինված ուժերի հետ համագործակցության միջոցով եւ հաշվի առնելով տեխնիկական սահմանափակումները, երկշաբաթյա ժամկետով անվտանգ անցումը Հորմուզի նեղուցով հնարավոր կլինի իրականացնել զինվորական ուժերի հետ համակարգման միջոցով եւ հաշվի առնելով տեխնիկական միջոցները, գրել է Աբաս Արաքչին X-ի միկրոբլոգում եւ կադրեր կա անգամ ոնց են այդ կուտակված նավթով բեռնված բազմամիլիոնանոց տանկերները անցնում մատակարարելու ամբողջ աշխարհին նավթը, գները կիչնի մի քիչ երևի հուսամ։ Ամառ կիչնի, հա, բայց Պեսկովն է հետարքիր բանը ասում, վլա լսեք։ Պեսկովը հետարքիր է, հա, Պեսկովը։ Հա, շատ, դե Պեսկով ասելով Ռուսաստանն է, էլի խո ինք Իրան չի ասում Պեսկովը։ Կրեմլում հույս ունեն, որ մերձավոր արևելքում հրադադարի հաստատումից հետո Վաշինգտոնը ավելի ակտիվորեն կսկսի զբաղվել ուկրաինական հարցի կարգավորմամբ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի մամուլի քարտուղար Դիմիտրի Պեսկովը։ Ախր ես բաստորեն սա հույսը դրել են Ամերիկայի վրա, հա, մեր գործերը բան ասում եմ սպասի, ես մի հատ էստենամ ինչա լավ այդ գործը բրծարի մարի, մեր գործը կարգավորի։ Չեմ հասկանում, այմար։ Հետո Պեսկովը շարունակում է ընդհանուր առմամբ անուղղակիորեն փոխկապակցված խնդիրներ են։ Պատճառն այն է, որ ամերիկացի բանակցողները կենտրոնացած էին Իրանի խնդրի վրա։ Հուսով ենք, որ տեսանելի ապագայում նրանք ավելի շատ ժամանակ ու կարողություն կունենան եռակողմ ձևաչափում հանդիպելու համար։ Եկեք մեր հարցերը լուծենք էլի։ Հիմա ով լինի Թրամփի տեղը, որ չասի, այո, ես թագավորն եմ աշխարհի։ Դե մենակ այս Ռուսաստանի նման երկիրը լա տեսե, եկեք մեր հարցերը լուծենք էլի, մենք չենք կարողանում։ Խրված են ընդեղ արդեն։ Իսկապես որ նեղուցը բանը բացեցին, լավ արեցին, բայց մեզ մոտ ձերբակալություններ են, բարձրաստիճան ղեկավարների են ձերբակալել, այդտեղ դուք մինչ անուշանուշ գնաց էիք հարգելի հայրենակիցներ, այստեղ բավականին թեժ էր, լուրջ դեմքերի են տարել։ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար Արտեմ Ասատրյանը։ Հակակոռուպցիոն քննվող գործերով ձերբակալվել մի խումբ անձինք, նաև ձերբակալվել էր պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սաղաթելյանը, ձեզ քաչ հայտնի Գալուս Սահակյանի որդին։ Այմարդ, բայց պաշտոնը նայ, մի հատ էլ կարդալ, ինչ փող ուտելու պաշտոնա, չէ։ Պետական գույքի կառավարման վարչության պետ։ Թալանի պետական գույքից էլի, ոյ։ Դե գիտես ինչ, եթե մարդը թալանող լինի, որ շատ ուզի ամենտեղից է թալանի, հիմա եթե մանկապարտեզի վարիչտան պետական գույքի կառավարման վարչություն է հասկանում։ Դրանից յուղոտ տեղ էլ հնարավոր չի պատկերացնել։ Դրանից յուղոտ մեկը ֆինանսների նախարարությունն է երևի։ Կամ բանը, բանը
որ բաներն է հավաքում, տաքսերն է հավաքում, որ վարկային տեսությունը ինչ է։ Հա, բայց դրանց էլ նախին Գագիկ Խաչատրյանը որպես բան ինչ էր պաշտոնը, Աստվածի, ֆինանսների նախարարն էր։ Ամերիկայում բազմամիլիոնանոց բնակարան ուներ, չէ, բնակարանը որն է, վիլլա էր, հսկայական, որ 6.5 միլիարդ էր, մի հատ գին ասեցին, հնարավոր չի կարդալ այդ տիպը։ Ինչպես արդեն հայտնել էինք, Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ-ի գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենի գլխավորած պատվիրակությանը։ Ի թիմս այլ թեմաների հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանում հարուցված աղմկահարույց քրեական գործի շրջանակներում գլխավոր դատախազության եւ ԱՄՆ իրավասու մարմինների միջև արդյունավետ համագործակցության արդյունքում ԱՄՆ իրավասական դատարանի որոշմամբ արդեն հաստատված հանցավոր ծագում ունեցող գույքի դիտարկվող ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի ընտանիքին պատկանող ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում գտնվող առանձնատունը, որի վաճառքից ստացված դրամական միջոցները գերակշիռ մասով փոխանցվելու են Հայաստանի Հանրապետությանը։ Մինչև այդ ասում էին, որ չէ, ԱՄՆ-ին ամնալու բան, Գագիկ Խաչատրյանի առանձնատան վաճառքից ստացված գումար գերակշիռ մասը վերադարձվելու է ՀՀ-ին։ Այսքան բան։ Ափսոս գինը չեն ասում, էլի, որտեվ ես վստահ եմ դա թանկ բան է։ 65 միլիոններ էս մի հատ Գագիկ Խաչատրյանի առանձնատան Ինչի չեն հարցնում, պարոն Խաչատրյան, քեզ 65 միլիոն Ամերիկի 60 միլիոն դոլար որտեղից ախր։ 46.5 ԱՄՆ դոլար, 46.5 միլիոն դոլար, հա։ Այսինքն, ախր որ տեսնես այն Godfather-ի մեջ ֆիլմ դրվակ կա է, որ sense մի հատ լյուքս առանձնատուն է, որ դրանից ավելի լավն է։ Դրանից ավելի լավն է։ Այստեղ ֆանտաստիկ է ուղղակի, նայում ես նկարներն են։ Լավ, էլ իսկապես հիմա ասենք այնտեղ վիճում են, այս մասին են ազնություն։ Այս սրանից ուրեմն բան ահարկու փաստ էլ չի կարող լինել։ 42 միլիոն դոլարանոց տուն քեզ որտեղից ախր, այ եղբայր, այ հարազատ։ Որտեղից է։ Այդ 40 ամեն միլիոնով որ մի հատ տանկ առնեին, 40 հատ տանկ կունենայինք մենք ժամանակակից 40-օրյա պատերազմին։ Չեն ասում ոչ մեկը։ Ինչ ասեն։ Եվ հիմա ուզում են որ այս մարդիկ նորից հետ գան ու անցնեն իշխանության, հա, ես չգիտեմ արդեն էլի, սրանից ակնառու, էլ ոնց կարելի է ցույց տալ թե մարդիկ ինչով են զբաղվել։ Իրենց պաշտոնակատարման ժամանակ։ Սա մի հատ տունն է, եթե մարդ մի հատ տուն է առնում 46 միլիոն։ Հա, էլի վերջի կոպեկը խոմ չի տվել, հա, դե ինչի պետք է ընդհանրել էլի։ Ինչի մասն ենք էլ խոսում։ Մի 5 հատ տուն էլ Երևանում կունենա էջին նեմա։ Գնանք առաջ, այստեղ ձերբակալությունների նյութի շարունակությամբ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով ասացինք աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար Արտեմ Ասատրյանն է, իհարկե ավելի մանրամասն կցանկանայինք իմանալ, որովհետեւ տենց թեմաներ էին պատտվում, էլի սա ըստ օթում կախված լուրերի, որ մի շարք մարդկանց տան վրա այլ մարդկանց են գրանցել ու փողեր են տարել։ Հիմա սա արդյոք այս դեպքի հետ է փող կապակցված թե ոչ, բայց ինչի եմ սա ասում, որտեղ մեր շենքում էլ տենց բան բացահայտվեց, մեծ աղմուկ էր եղել, մի հատ միայնակ մարդ կար, որ ողջ ընտանիք չուներ, բան չուներ, ինքը իր տան մեջ ապրում էր, բարձրացեց իր տան վրա ուրիշ մարդկանց են գրանցել, էլի անապահով ինչ որ ընտանիքի ձևաչափ են կազմել ու փողերը գնացել է համապատասխան մարդկանց տարիներով տենց սոցապից, մոցապից փող են տարել։ Հիմա ես վստահ եմ Երևանի պարագայում տասնյակ, եթե ոչ հարյուրավոր նման դեպքեր կային ու սա մեծ գումարների արտահոս կա, որը հուսամ բացահայտվել է եւ ինչ որ միցև կանխվել, հուսամ։ Բազմաթիվ մեկնաբանություններ եւ սրտիկներ ենք ստանում, թեմաները դուր են գալիս մարդկանց, ինչը ավելի դուր կգա շարքային հային, կամ բարձրաստիճան կոռուպցիոների ձերբակալումը եւ փողերի հետ բերելը, չգիտեմ։ Հա, ճիշտ է ասում, որ գրել է։ Այո։ Սիրում ենք այս թեմաները։ Տատիկն է կտակել Մկրտիչ Հոկտանյանն է ասում այդ բնակա այդ առանձնատան որտեղից էս այդ առանձնատունը, դե հա, տատին է կտակել։ Բարևներ Վիտյար քաղաքից Զաքար ջան, բարև ձեզ։ Արսեն Սարգսյանն ասում է ոնց 72 չէր, իջավ գինը տան։ Կարող է։ Մայր չգիտեմ։ Ամեն ինչ հնարավոր է։
Հաջորդ ձերբակալման մասին էլի ինչ հարցով հիմա փորձենք հասկանալ, ուրեմն ձերբակալվել է ազգային ժողովի նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդին, պետգույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանը, այս մասին հակակոռուպցիոն կոմիտեն է նշում, քննվող քրեական վարույթի շրջանակներում քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու մեղադրանքներով ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում պետական գույքի կառավարման վարչության պետի պաշտոնը երկար տարիներ զբաղեցրած անձը եւ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ։ Դե գիտեք ինչ եմ ես հիմա պատկերացնում, այդ իրենց լավ ժամանակներ էլի, որ ոնց ուզում թալանում էին, ինչ ուզում անում էին, բոլորը միլիոնատեր էր ու դե հավաքվում են իրար այդ քեֆեն անում ասեն, բա դե էսա կյանքը, բայ ոնց ամեն մեկը բաներով տենց իրանց նվերներով քանի բազարանոց իրար բան մեկ էլ գալիս է ինչ որ փողոցից մեկը ասում է մի րոպե Բարացիորեն փողոցից Աբա իհը Սենչի կարկը հլա մի հատ դավայ մուտվեք եկեք սկսեք ու հիմա պատկերացրեք իրանց այդ զարմանքի, զայրույթի ու այդ անարդարության զգացմունքը որ իրեն ասում են սենց կլնի աշխարհը գալիս են այդ քրճոտները արա մեզ ճշտով ապրած տղեկ ենք ձեզ Մինչև վերջին կոպեկը Փաշինյան, Կարապետյան էլի on-line հակադարձում ասեմ, այո ուրեմն Նիկոլ Փաշինյանը մտավ live Facebook-ով Նարեկ Կարապետյանի միջև Փաշինյանի եւ Կարապետյանի միջև ըստ հեղինակի սուր արտահայտությունների փոխանակում է տեղի ունեցել Նախորդին Նարեկ Կարապետյանը դե գիտեք այդ աղբոր տղենա բանի Տաշիր Սամոյի սոցցանցերի ջերում կոչ էր արել չվախենալ Սամվել Կարապետյանից ցիլոյով մարդ այդպես է դիմում ցիլոյով մարդ մի վախեցիր Կարապետյանից ինքը քեզ բադ բան չի անելու ինքը դուրս կգա մի երկու բան ունի քեզ ասելու մի վախեցիր Կարապետյանից ասել է Նարեկ Կարապետյանը այսօր առավոտյան Փաշինյանը հանդես եկել պատասխան հայտարարությամբ Կալուգացի Սամվելը իր խոսնակների միջոցով ինձ հորդորում է չվախենալ Ախր ոնց չվախենամ, վախենում եմ մինչև տարվա վերջ միլիարդատերից դառնաս բոմժ, ասել է պարոն Փաշինյանը։ Բայց մի հատ էլ պատասխան է, էդ էլ կա, որ պատասխանել է։ Ինչ, այո, Նարեկ Կարապետյանը հրապարակել է կարճ պատասխան։ Ահա թե ինչ է լինում, երբ հոգով բոմժը դառնում է վարչապետ։ Դաշիր ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը ձերբելավ, այս արդեն հետաքրքիր չի, բոլորս գիտենք, հա։ Ես լինեի վարչապետ, հիմա ես չեմ կարող ասել, միգուցե այնտեղ չեմ ապրում, այդ պայմանները, բան, կյանքի հոսքը, բան, ուրիշ ձև է, բայց ես չէի պատասխանի, երբեք չէի ընկնի այդ երեխու խելքին ու ինչ որ իր հետ այնց լեզվակռիվ անեի։ Դու երկրի ղեկավարն ես, վարչապետն ես, դու վստահ ես քո մեջ, որ ժողովրդի մեծամասնությունը քո կողմնակիցն է եւ դիմացին մեղադրում ես, որ ցույց չեք կարող անեք, Պուտինն է ձեր տերը, փողով եք մարկանց բերում, դու ինչի ես իրոք պատասխան, համաձայն եմ, միանշանակ։ Մանավանդ որ սադրանքի ձևաչափ հասա, էլի այդ չեն ասում հենց այս լավ բանի համար, դու ավելի ես PR-ում իրանց, չգիտեմ։ Այո։ Եվ հետո եթե մեկը խայտարակալնելու, դու ես խայտարակալնելու, ոչ թե իրենք։ Իրենց համար դա սովորական, չգիտեմ ոնց ասեմ, բայց հա իրանց վրա ոնց որ բանից ջուրը սագից չեն թրջվում, բայց սիրուն չի էլի։ Տես հիմա այն մարդը այդքան էլ գիտի, որ իր ինքը չի խոսում։ Իր այդ խոսնակի միջոցով այս ամեն ինչ է ասում, որտեղ վաղը մյուս օրը մի բան որ եղավ ինքը պետք է ասի, ես ինչ իմանամ ինքն է ասել տենց բաներ, ես տեն նման բան չեմ ասել։ Հիմա դատարանում չես կարող կամ բա, հա, բայց Փաշինյանին են իր անով, բանով գրածա որ ինքը ասել է ոչ կդառնաս։ Ինչ ես վախացնում, այսինքն չգիտեմ։ Իր անով գրածա որ տեսանյութն հրապարակած որտեղ ասում է։ Դե ուզում եմ ասեմ, հա, էլի փաստացի կարելի է դա բան անել։ Ամեն օր Փաշինյանը շաուրմա կերավ Արդեն Զարպեչեն պերաշկից ասել ենք շաուրմայի, հա։ Գրել է տեսանյութ հրապարակել, ասում է դասի գնալու ճանապարհին մտա շաուրմա ուտելու։ Ու գնացել է, մի հատ երեխա է մոտ այնտեղ, ման, հետարքիր է սոխով թե առանց սոխ։ Ամենակարևոր հարցն է շաուրմայի, ամենակարևոր։
Ամառ մեր մոտ շաուրմայի մեջ սող չեն դնում, ես չեմ Ինձ թող ներեն Լոս Անջելեսի մեր հարգարժան հայրենակիցները, ովքեր շաուրմայի բիզնես են անում, Հայաստանի շաուրմային չեն հասնի հաստատ։ Սա գալիս է մսից, Ռաֆայել։ Հայաստանում միսը ավելի համով է, այո։ Ես այդ իմ 30 տարվա փորձից եմ։ Մեր լոլիկն էլ է համով, մեր ինչ որ մեջ է դնում, բաներ կան որ։ Երկրորդը շատ լավ են մեր մոտ, գիտես ինչ են անում, փաթաթեցին բանը տոստի մեջ են դնում, շատ լավ։ Այստեղ էլ են անում, եթե ուզես, այստեղ էլ են անում։ Բայց որ միսը մի աստիճան ավելի բարձր որակի է, դրանց որակ ասելով համայինը, ոչ թե որակ, կարող է որակը, չգիտեմ, համը տարբեր է։ Շաուրման ձեր ուղեկիցն է, սիրում եք շաուրմա։ Իհարկե սիրում եմ, այո։ Մի տեղ կա, Գլենդելու մի տեղ կա, որ տալիս է, ուրեմն հավի, տավարի, ոչխարի եւ խոզի շաուրմա, որն ուզում ես։ Հա, ոչխարին չի լսել, բայց հավն ու խոզը ոչխարի էլ կա, այո, ոչխարի էլ կա։ Ֆանտաստիկ, ահա։ Էլի տենց տաքացնելով, տոստանելով բանով, հա։ Ամեն ինչով կարող ես պլեյթ վերցնել, կարող ես սենդվիչ վերցնել, ինչ ուզում ես։ Եվ մի հատ էլ ինչ որ սոուս ունեն, իրենք են սարքում, շատ լավ սոուս է, չգիտեմ, ինչով են սարքում, ինչ են անում, բայց այնց որ շաուրմայի մտնես ու քնես այդ շաուրմայի մեջ, էլի այդ սիրա սոուսով բանով։ Գիտես ինչը չեմ սիրում այդտեղին է, որ այն թթու ծիծա ալապինյոներն են մեջը դնում, էլի ոչ թե այն կանաչ մեր բիբարը։ Չգիտեմ որտեղից ես վերցրել, Ռաֆայել։ Ես որ վերցնում եմ, տես բան չկա։ Մեր իմացած կանաչ բիբարն են դնում գծում մեջը, բան, սա։ Ես որ առնում եմ, ոչ էլ բիբար կա մեջը։ Okay. Բիբար էլ չկա մեջը։ Բար չասի։ Դե նայած որտեղ են սարքում։ Դե 1000 տեղ, հա, բան չասի, 1000 տեղ։ Ամեն քայլափոխին շաուրմա է, մանավանդ Գլենդելում։ Ասենք որ սթայլեր կան, այնտեղ արաբական սթայլ կա, չգիտեմ, լիբանանական կա, բան, օրինակ այդ սիրիականն ու լիբանանականի մեջ են սպիտակ են սոուսն են նստում սխտորով բանով, մածունի պես որ խփած կա այդ, որ ոնց է ճիշտ այդ բան։ Էլի շատ համեղ ու շատ տարբերվում է իրարից, դրա համար ամեն տարածաշրջան իր համն ու հոտն է ոնց որ հաղորդում սոխը քաբաբի բանի հետ է լավ էլի շաուրմայի հետ ես չգիտեմ ես սոխ չեմ օգտագործում միակ բանը որ ես չսիրեցի ես մեր խոհանոցից ես քաբաբն է թո ինձ ներեն իհարկե բան թուգո անել չի լինում հոտից ես գժվում տոպրակի մեջ մնում է խառնվում ինչ տոպրակ մեքենայից հոտը չի գնում մի քանի օր Ես չգիտեմ ինչից է այդ որ հենց հատուկ շաուրման մեկ է լահմաջունն է լավ չգիտեմ ինչից է ինքը տենց համով օրերով չի անցնում փակում ես Օպրակի մեջ դնում ես հետևը բան, հետո գալիս ես երկու միսոր առավոտի նշում ես մեքենայից հոտը գալիս։ Պատուաները բաց արագ պիտի քշես օրոցա փոխվի, իբր չի օգտվում։ Չգիտեմ ինչն է այդ։ Ոչ մի բան չի։ Բան ունի, դա։ Գնանք առաջ, հյուրեր ունենք Հայաստանում, բարեկամներ, Հայաստան է այցելելու Ղազախստանի արտաքին գործերի նախարար Երմեք Կոշերբայևը, արտաքին գործերի նախարարությունը այսօր հայտարարեց, որ այսօր սա շուտով վայրեջք կկատարի կամ արդեն վայրեջք կատարում Զվարթնոց օդանավակայանում Ղազախստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը մեկ օրյա այցով, այսինքն գալիս է այսօր երեկոյան, վաղը երեկոյան գնում է Ղազախստանի դեպ ունենց ջերմ լավ հարաբերություններ է ձևավորվում գիտե հիշում եք այն Տոկաևը եկավ, բան, sense ջերմ են խոսում ցանակ տվեց Փաշինյանին ամենաբարձր Ղազախստանի ամենաբարձր բանը պաշտոն չէ մրցանակը տվեց Գովերքեց ինչ խոսքերով բաներով էլի Փաշինյանից քանի որ խոսեցինք բժնում ամրոց էր գնացել այսօր ես չգիտեի որ կողքը տներ կան որոնք բնակիչները չեն համաձայնում վաճառել եւ արդյունքում ինչ-որ խնդիրներ ա լինում վերակառուցման, լուսավորման եւ այլն, որովհետեւ քիփ կպած տներ կան բժնի ամրոցին, այնինչ իրանք ուզում են այն դարձնել ավելի այսպես զբոսաշրջային ակտիվ շրջան, բայց այդ տները բաները կողքը որ կա, դա թույլ չի տալիս, անգամ տեսանյութը դիտեցի, որ մոտենում է բնակիչներից մեկին, մայրիկ ջան, ձեր տները լավ գնով, ինչի չեք վաճառում բան, չենք ուզում, մենք ստեղ ենք ապրում բան, ինչ լուծում առաջարկես, մի կողմից իրոք իրանց իրավունքն է, եթե օրինական ատունը սարքել են ապուրինի չի, ոնց քանդես, մյուս կողմից էլ իրանք է պիտի մի քիչ
Այ հայրենասիրությունը տեղել է, էլի արտնանում, որ հասկանաս։ Ռաֆայել, նմանատիպ խնդիրներ բոլոր երկրներում են լինում են, Միացյալ Նահանգներում էլ կա։ Ենթադրենք երկաթ գիծ է սարքում նահանգային նշանակության, այդ գիծը անցնում է մի տեղով, որ ասենք 10 հատ տուն կա ապրում են մարդիկ, ասում են մենք չենք ուզում, այսքան փող չէ, մենք չենք ուզում, ասում է, որտեղ գիտեն, որ բանը իրանցից կախվածության մեջ են, այդ դեպքերում գնում է դատարան։ Դատարանն արդեն որոշում, որտեվ եթե այնպիսի գին են առաջարկում, որ իր գնից ավել այնտեղ ինչ-որ հարցեր կան եւ այլն, կարճ ասած մի տեղ է գալիս, որ չես կարող հրաժարվել, էլի։ Ինչքան էլ որ քոննա, եսի ինչա։ Իր նշանակությունը, ասենք, պետական նշանակության ճանապարհ կամ եսի ինչա։ Ի վերջո, այդ իրենք էլ ձգձգում են փողը ավելացնելու համար, այդ էլ կա։ Այո։ Այդտեղ կադրեր կա անգամ են Չինաստանում, որ մեծ ճանապարհներ են սարքում, բան ճանապարհը շրջանցել ինչա մի հատ տուն այնտեղ հրաժարվել է։ Համաձայն եմ, ամեն տեղ կա, բայց մեր երկրի պարագայում մի քիչ ուրիշ է, էլի պիտի ըմբռնումով մոտենան, մանավանդ եթե Մեր ամեն ինչն է ուրիշ, էլի, դա պարզի։ Իդեպ ամենը ուրիշ ասեցիր դիտողություններ բան, ես հաճախ տեսել եմ կադրում մեկ-մեկ սենց նստում եմ, կոմենտներում գրել են, այս ինչ նստելու ձև է, տղա ջան, ձեռքերդ գլխիդ հետևից տար։ Ասում եմ, համար, այս ինչ պոլիտբյուրո է, այս ինչ բան է։ Նկատել եք բարեկամներ, մենք մեր ֆորմատով եւ մեր ձևաչափով բավականին ազատ ենք ու ունենց անհարմար եւ անհարիր բաներ չենք անում, էլի մի քիչ թեթև նայեք կյանքին, մի քիչ ուրախ եք, Ռաֆայել, բան արեք, մի Կստովորես, հնարավոր չի, ուզում ես բանի պես եղի, ձունանուշիկի նման, քեզ բայ մեկը մի բան պիտի ասի։ Մարգարետ Թետչերի տեսությունը, որ ասում է քայլես ջրի վրայով, մեկը կասել է ապուշին այ լողանալ չգիտի։ Բան, այո, մարդիկ բան են, հայրեն լավ ասա, իդեպ այդ վաղուց չէի հիշել այդ ասած, լավ ասածված կա, ասում է, ձվի մեջ մազ են ման գալիս։ Շատ լավն է այդ, հա։ Շատ լավ խոսք է, հիմա այդ է, մի բան կգտնեն անպայման։ Զանգ ունենք կարծես, եկեք զանգեր ընդունենք, եթե թեմայի շուրջ ասելիք ունեք բարեկամներ, 747 477 34 44, սկսենք զանգեր ընդունել, բարև ձեզ։ Բարի լույս ձեզ, ես դեռ թեման էի լսում եք տարածքները առնելու համար, հասարակական վայրեր սարքելու համար եւ Դերենիկը նշեց, որ Ամերիկայում էլ կա օրենք, երբ որ առնում են երկաթգծերի համար, բաների համար։ Եվ այդ օրենքը կոչվում է eminent domain։ Եվ կարող է Հայաստանում էլ փորձեն այդ օրենքը ուսումնասիրել եւ կիրառել։ Այդ էր իմ առաջարկը։ Այդ օրենքի մասին կարող եք մի փոքր ավելի մանրամասն ասել, եթե տեղյակ եք իհարկե։ Eminent domain եւ նշանակում որ հասարակական նշանակության համար կարևոր, որ զարգացման համար հողը պետք է եւ օրենքով հատկացնում են տան տիրոջը տան արժեքը market value տալիս են մի տարվա փող վարձով դրսում ապրելու համար բոլոր իրանց անձնական գույքերը move անելու տեղաշարժելու գումարը իրանք չեն նեղացնում չեն ասում քո տունը արժի օրինակի համար 100,000 արկես 80 գնաց տեղից կամ արժի 100,000 արկես 200,000 գնում չէ արդար մարքեթինգին գումարած մի տարվա դրսում վարձով ապրելու փող եւ անձնական գույքերը տեղափոխելու բախտը։ Շատ արդար է։ Օրենքով ընդունված բան է։ Առաջարկս է դա ինչու չեն փորձված օրենքը օգտագործում Հայաստանում մարդկանց արդար ձևով իրանց տներից հանելու համար։ Ոչ մի բան չեմ։ Մեզ լսում են պատկան մարմինները, թող լսեն եւ ականջալուր լինեն, հարգելի, շնորհակալ ենք բարձրաձայնման համար։ Ես եկեք այս թեման շարունակենք, էլի։ Ձեր անունը ինչ է կներեք մեր ռադիո լսողի։ Զարե ջան, այդ մասին ես էլ եմ շատ մտածել, ոչ թե կոնկրետ այդ օրենքի, այլ ընդհանրապես։ Օրենքներ կան, որ ասենք Միացյալ Նահանգներում կամ ուրիշ երկրներում ժամանակի բանն է փորձն են անցել եւ այլն եւ աշխատում են։ Ես էլ եմ մտածում, այ մարդ ինչու չեք վերցնում այդ ձեր ասած եփած արդեն ժամանակի ստուգումը անցած օրենքները եւ վերցնում մի անգամից։
Հետո մտածում եմ, ես կոնկրետ այս օրենքի մասին չեմ ասում։ Կարող է, գիտեք, մի օրենքը, որ ասենք Ամերիկայում շատ ընտիր աշխատում է երկար տարիներ, ասենք չաշխատի Հայաստանում, էլի։ Այդ ուղղակիորեն տեղափոխելը հնարավոր է, որ խնդիրներ առաջացնի։ Հիմա այս հարցում օրինակ ես այդ համաձայն եմ։ Եթե պետությանը պետք է այդ փողը վճարում են, պիտի տանա։ Հասարակ բան, Սիլիկյան թաղամասում դրնիկ այստեղ մեծ արագընթաց փողոց են սարքել, որը պետք է շրջանցի Երևանը, մեր թրաֆիկներից մի քիչ իբր ազատվենք, մի 4-5-6, գուցե 10 կապ չունի, մի քանի բնակարան, սեփականատներ կան, որ այդ հայվեյը անցնում է այդ հատվածով, իրանք այս մի երևի 10 տարի դիլ չեն կարողանում անել 10 տարի քաղաքը գժված այդ ճանապարհը տենց կես կանգնած մնացել է ինչը այս մի 10 հոգին չի ուզում դուրս գա իրոք մեր հարգարժան Զարեհը եթե այս հարցը բարձրաձայնի եւ պատկան մարմիններ լսեն պիտի լուծում գտնեն այս միլիոնավոր բնակիչների մասին ենք խոսում ովքեր տուժում են 10 հոգու այդ 10 հոգուն չեն ասում անտուն մնացեք հա եւ գիտեք սա բանը հասարակության համար նշանակություն ունեցող բաները անշարժ գույքի տարածքը դե մեզ մոտ կոչվում է հանրային գերակա շահ հիմա այս բժշկու պահը հանրային գերակա շահ են ճանաչել այս մարդիկ սա ցույցերի են դուրս գալու ընդդիմությունն էլ տեղն ու տեղնա կգա բանկանի կսկսեն թեմա սարքել տներից հանին ժողովրդին բան արին հա տեսնենք լավ ոնց կզարգանա ձեզ լավ որ հարգելի Զարե շնորհակալ ենք զանգի համար նմանապես thank you շնորհակալ զանգից վերցնելու համար ձեզ ենք շնորհակալ հարգելիս 744773444 Էլի զանգ ունենք, դերենք եթե ավելացնելու բան եք թեմայի շուրջ, խնդրեմ։ Չէ։ Դե լսենք ռադիո լսողին, բարև ձեզ։ Այո, բարև ձեզ։ Այո, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ես ուզում եմ ձեր թեմայով խոսել։ Շատ ցավում եմ, որ հենց սովետական միության ժամանակ արդեն սկսվեց բնակիչների բողոքը։ Իմ հայրական տունը Ավանում է գտնվում եւ պատկերացնում եք այդ ամբողջ թաղամասը, որ նախատեսված է քանդելու եւ պետական գեղեցիկ շենքեր կառուցելու բնակիչները բողոքեցին եւ ոչինչ չկարողացան անել։ Այսօր մի փոքրիկ նեղ փողոց է Խուզյակովը, ընդհանրապես ոչ նորմալ տրանսպորտ կարող է գնալ այդտեղից, անընդհատ վթարներ, այսինքն այդ շատ հաճախ բնակիչների կողը չեն կարողանում, պետությունը չի կարողանում օրենքով կոտրել եւ մտածել բոլորի մասին։ Անշուշտ իսկույն գրանցվում են հարյուրավոր մարդիկ, դա դառնում է մի ամբողջ քաղաքի բնակչություն, բայց ես կարծում եմ, որ այո, պետք է խիստ օրենք լինի եւ մարդիկ պետք է մտածեն 30-40 տարի հետո ինչ է լինելու այդ թաղամասի վիճակը։ Ավանը ցավում եմ, որ սեփական տները այդ ամբողջ նեղ փողոցը այսօր չի կարողանում օգտագործվել եւ այդ տներն էլ եթե անկեղծորեն ասեն գեղեցիկ վիլլաներ չեն։ Դրանք հին սարքվածներ են ուղղակի մի քիչ ձևափոխված։ Այնպես որ ես համամիտ եմ, որ Երանի մեր իշխանությունը մտածի ամեն մի թաղամասի համար, եթե իսկապես գերակաշահ է, չնայեն մարդկանց ցանկությանը, այլ կարողանան պատշաճ քանդեն եւ այդտեղ կառուցեն ժամանակակից գեղեցիկ փողոցներով, դպրոցներով, ամեն ինչով տներ։ Բարի, շնորհակալություն զանգի համար։ Եվ մի հարց էլի կներեք իհարկե։ Դուք ես շատ հաճախ նայում եմ Facebook-ով չէ, YouTube-ով ձեր հաղորդումները։ Ամսի 31-ինը, մարտի 31-ինը չկա։ Իսկ ես ուզում էի նորից վերհիշել, թե ինչպես եմ խոսում, որպես տեխնիկ ասեմ։ Հա, շնորհակալ։ Հնարավոր է որ հետո հնարավոր է մարտի 30 ճիշտ ասած գլուխ եմ գովում, որ ճանաչում են իմ ձայնը։ Ես ասեմ, այ եթե դուք այս հաղորդումը նայեք, կլսեք։ Եթե կարելի է, մարտի 30-ը ես արխիվից կգտնեմ հարգելից եւ եթե YouTube-ում չկա անպայման կդնեմ։ Շնորհակալ ենք ձեզ զանգի համար։ Շնորհակալություն ձեզ, շատ շնորհակալություն։ Բարի։ Հաջողություն ձեզ։ Մենք ենք շնորհակալ, շատ հաճելի էր։ Անկեղծ էր գոնե, դա էլ շատ լավ։ Փաստորեն նման օրենք չկա Հայաստանում, հա ինչքան հասկացա, դեկա չեն կարողանում կիրառել այդ օրենքը։ Շահ հիմա այս բժնինը ասեցին ճանաչել են հանրային գերակա շահ։ Հիմա զորով, շարով, հրով, սրով են հանելու քաղաքացիներին, ես չգիտեմ, բայց Ռաֆայել, ի վերջո, եթե քաղաքացին չի ենթարկում օրենքին, հենց զորով էլ ոստիկանով բանով պետք է գան հանեն, էտա։ Այստեղ ո՞նց են անում։ Այստեղ նույն բանն են անում։
օրենքը դատարանը որոշեց, որ այո, պիտի սենց լինի, մնացածը արդեն այսքան ժամանակ, եթե չէ, արդեն պատկան մարմինները կզբաղվեն դրանով։ Դե գովազդի ժամն եկա։ Հա, բայց զանգեր ունենք, եկեք ռադիոլսողին հարգենք, հա, մի քանիսը պատասխանենք, հետո գնանք գովազդի, բարև ձեզ։ Բարև ձեզ, ինչպես եք։ Լավ, դուք ինչպես եք։ Անցնելով ուտելիքի թեմային ներողություն։ Ասեք։ Ռաֆայել ջան։ Ահա, խնդրեմ։ Այո։ Մեր սիրած թեման այո։ Դիտողության համար ասեմ, շաուրման to go կլինի, բայց քաբաբը երբեք to go չպետք է լինի։ Okay, հասկացանք։ Քաբաբը պետք է լինի մաղալի գլխին, մի շատ տեկիլայով։ Քաբաբը to go չի կարելի անել։ Ես ձեզ հրավիրում եմ իմ տուն քաբաբ ուտելու իմ ձեռքով սարքած քաբաբը։ Այս Լավ, ներողություն, որ ասում եք իմ ձեռքով սարքած, այդ բանը այդ ֆարշը խանութից եք առնում, թե էլ եք դուք սարքում։ No, ես եմ սարքում, ես ֆարշ խանութից ընդհանրապես չեմ ատվում, ոչ խորովածի, ոչ քաբաբի, ես սարքում եմ իմ ընտրացմով, իմ marination-ով, իմ համեմունքներով։ Այս նսպանա դերենիք, սա պետք է դիմանալ այս գայթակղությանը։ Որ շաուրման կարող է լինի to go, բայց քաբաբը ես։ Շաուրմանը չի լինում, կպնում այդ լավաշին ա կպնում, լոշիկին ա կպնում այդ շաուրման։ Բայց այո, ես տեխնոջ հետ համաձայն եմ, քաբաբը հենց հանեց իր կրակից պիտի ուտես։ Անպայման, տակ, տեղում մի շատ տեկիլա, բայց այս շատ տեկիլա, տակիլա, ներում չկա տեղ համեցեք մեր տուրական ջան, ես որ կգաք պարան դերենիքի հետ մայիսին, հարգելիս, ձեզ լավ որ, շնորհակալ ենք, ձեզ էլ հարգելիս, լավ որ, մեր պապերը արդեն թակիլա են խմում, ես հիշում եմ քաբաբի հետ։ Վստահ եմ, միայն թակիլա։ Հետո դուրս է գալու հայկական խմիչք, ով է միացել, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Հարգելիներս, ուրեմն մի քիչ ուղում պարոն Զարեի ասած իմենն դոմենի վերաբերյալ։ Ապա։ Երբ որ մեր ամերիկյան պետությունը ինքը պահանջում է այդ տվյալ տարածքը գնել, այնտեղ կա մի հատ ուրիշ օրենք, որը որ պարտավորում է նույն պետությունը, նույն սեփականատերին 5 մայլ ռադիուսով ապահովի նույն տարածքը, նույն քանակ չափերով։ Unless սեփականատերը պահանջում է, որ կարող է ուրիշ տեղեր տեղափոխվի։ Այսինքն իր բնակության տարածքը պիտի մնա գրեթե նույնն է, էլի, ոչ թե ուրիշ թաղամասում տանեն։ Ճիշտ եմ հասկանում։ Այո, ճիշտ եք հասկանում։ Այդ շատ կարևոր բան է։ Աղետների ժամանակ, օրինակ Palisades այդ fire ժամանակ ես կորցրեցի իմ տունը։ Պետությունն ինձ առաջարկեց, որ եթե ցանկանում ես, մենք կարող ենք հատուցել, քեզ տեղափոխել, բայց ես պայմանը դրեցի 5 մայլ ռադիուսով, որտեղ որ լինի, նույն էրիայում։ Ճիշտ է, դա շատ բարդ է, բայց եթե մեր Հայաստանի պետությունը կարողանա նման կարգի մի բան առաջարկի սեփականատերին, չեմ կարծում, որ իրենք խնդիր ունենան։ Բարի, ես ես մի հարց տամ էլի, այդ որ ասում եք կառավարությունը, դա նահանգային կառավարությունն է, չէ, ոչ թե ֆեդերալ։ Այո, state-ն է դա անում, ոչ թե federal-ը։ Կարևոր դետալ է։ Federal-ը Հայաստանում դա չեն պատկերացնում։ Հայաստանում ֆեդերալը ֆեդերալից էլ չի, տարբերում չգիտես ով է, բայց շատ ճիշտ բան եք ասում, հարգելիս, շատ արդար է, որովհետև օրինակ կենտրոնում, տեսեք մարդիկ տասնամյակներով կենտրոնի, այն որ աղն ու հացը կերել են, բան, մեկ է տները քանդին, տարան ծայրամաս, չգիտեմ որտե տարան այդ հարցը կենտրոնն էլ չի, Ռաֆայել, կարող է մեկը ծայրամասում անդեղ էլ ուզում ապրի, որտեղ որ ինքը բնակվում է։ Դե դեմ ասում, հարազատ միջավայրից մարդկանց կտրեցին տարան, դա անելու բան չէր։ Ձեզ լավ որ հարգելիս, շնորհակալ եմ։ Ասեք, ավելացնելու բան եթե ունեք, խնդրեմ։ Այո, այստեղ խնդիրը նրանում է, որ երբ որ կառավարությունը տեղափոխումը կամ ուզում է տեղափոխի սեփականատերին, արդյոք ինքը կհասցնի հաշվենք, թե մի տարվա ընթացքում մի հատ ուրիշ կառույց անի, նույն է
5 մայլ ռադիուսի մեջ, որ այդ մարդը հանգիստ գնա շարունակի իր կյանքը։ Այստեղ ամեն կարևոր խնդիրը։ Իհարկե։ Շատ շնորհակալ ենք ձեզ զանգի համար։ Այո, շնորհակալություն։ Փաստորեն ոչ թե փող էս դեպքում, այլ նմանատիպ բնակարան 5 մայլ ռադիուսով, հա։ Շատ արդար կլինի, բայց շատ բարդ է մեզ մոտ էլի, ինչն է արդար դա լինի։ Գնանք գովազդի բարեկամներ, մի քիչ ուշացան գովազդի պահը, գանք ու հաղորդումը ամփոփենք, մնացեք մեզ հետ, հեռու չգնաք։ Եվ մենք եկանք հարգելի բարեկամներ, բարի օր եւս մեկ անգամ բոլորին, ովքեր միացել են մեզ, ուղիղ եթեր դեմ դիմաց։ Եվս մեկ անգամ ուզում եմ շնորհավորել նախ Իրանի ժողովրդին, որ այդ ազատվեցին այդ առայժմ գոնե այդ կորուստները որ պիտի կրեին, հետո իհարկե Հայաստանին, որ Հայաստանի հարևանությամբ ով գիտի ինչ էր լինելու, ինչ իրադարձություններ կարող է լինել, եւ վերջում իհարկե մեզ ամերիկացիներից որ գոնե հուսանք բենզինը կեժանանա մի քիչ, եւ այս մարդը կհանգստանա արդեն էլի ուրիշ բաներ ասած բանի Ռուսաստանի ուրիշ բաներով։ Բայց գիտես ինչ, այս գովազդի ընթացքում թերթում ենք, ասում ենք հանգստանալ, բայց ոնց հասկանում եմ ինչ որ լարում է եղել, էլի բառներ փակել են, ուրեմն անհապաղ կոչ եմ անում բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել, Պակիստանի ղեկավարն է խոսել, ես անկեղծորեն եւ անհապաղ կոչ եմ անում բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել եւ պահպանել համաձայնեցված դադարը, որպեսզի դիվանագիտությունը կարողանա առաջատար դեր խաղալ։ Հակամարտության գոտու մի քանի վայրերում գրանցվել են հրադադարի խախտման դեպքեր, որոնք խաթարում են խաղաղության գործընթացի ոգին, նեղուցը կրկին փակ է։ Էլի փակեցի։ Հենց նորակրած, հենց նոր։ Տեսակ Պակիստանն էլ դարձավ հանկարծ քարտեզի վրա ստեց Երևան, էլի։ Ես ապշեցի ուղղակի, էլի Ամերիկայի, Իսրայելի մեջ մեկ է Պակիստան, որ թվում էր թե Բեն Լադենի որջն է, ահաբեկչության գջլոտներ են, բաներ են, հա։ Այ քեզ։ Անենց դասավորվեց իրադրությունը, որ իրանք դարձան հիմա կարևոր երկիր է դարձել։ Հենց դա ասում էլի, ոնց դասավորվեց, այդ ինչ Ռուսերեն լավ խոսք ասում են, «Իսպավիդիմի պուտի Գասպոդնի», հայերեն ոնց կլինի, Աստծո ճանապարհները չես կարող գուշակել, էլի մոտավորապես։ Անքննելի են, Աստծո գործերը անքննելի են։ Հա, հեսա գրեց։ Անգուշակելի են, «Իսպավիդիմի պուտի Գասպոդնի»։ Իրանը դադարեցրել է Հորմուզի նեղուցով նավագնացությունը Լիբանանի վրա Իսրայելի կտրուկ հարձակումներից հետո։ Դե ասեց, որ այդ հարձակումները Իսրայելը չի ընդունում Լիբանանի վրա։ Չէ, Իսրայելը ասեց, որ Լիբանանը չի մտնում այդ պայմանագրի մեջ խաղաղության։ Դե եմ ասում, դա չեն խաղ, հա, դա մեր հենց գլխից ասեց, որտեվ դες էլի Իրանը ուզում է Հեզբոլլահին պաշտպանի, հա, իր զավակներին, այսպես ասենք, էլի։ Բայց դե Իսրայելն էլ մտածում է, որ եթե ժամանակն է եկել, հիմա ոչնչացին, հետո շատ ավելի դժվար կլինի։ Դե իհարկե այս խմորը դեռ շատ ջուր կտանի, բնականաբար, բայց դե ամենակարևոր այդ պահը գոնե կարծես թե անցավ, չգիտեմ։ Լիբանանը չի ներառվել հրադադարի համաձայնագրում, Հեզբոլլահի պատճառով մենք Լիբանանը չներառեցինք հրադադարի համաձայնագրում, նշել է Թրամփը։ Էդ էլի լրիվ Իսրայելի սցենարով է, լրիվ ոնց ասեն, ինչ ասեն, տենց է, այս պարագայում հետ Ամերիկան իրան գերտիրության պես չի պահում, մանա ածում քթից բռնած, իմ կարծիքն է սա իհարկե, բայց Ես այդ համաձայն չեմ, ինձ թվում է, եթե Միացյալ Նահանգներին ձեռ չտա, ինչ որ իրանք ասում են, իրանք չէ, այնքան երկիրը իրանց մանանում, ասում։ Ախր բայց այդ Հեզբոլլահի հարցն էլ պիտի լուծվի, էլի ճիշտ հասկացեք։ Արդեն անցել է ժամանակը այդ տերորիստական խմբավորումների ու բաների, էլի, անցել է այդ ժամանակը, էլ չի աշխատում դա։ Դա պիտի վերանա, բայց ոչ մի կերպ դա չեն ուզում բանանել։ Տես, Լիբանանի նման հսկա պետություն, հսկա ասելով դե համեմատաբար, չի կարողանում այդ հարցը այնտեղ լուծել։ Փաստորեն իրանք են կառավարում այդ երկիրը, տերորիստներն են կառավարում Լիբանանը։ Միշտ եղել է, եւ հիշում եք, այդքան միշտ պատերազմ որ լինում էր Լիբանանում, տարբեր խմբակցությունների 60-ական թվականներից, հա։ Այդ քանի այդ տերորիստները այտենց ուժեղ զենված են ու փաստորեն երկրի քաղաքականությունը իրենք են վարում, այդ պատերազմները անպակաս են լինելու։ Այստեղ Թրամփը հայտարարում է, որ ցանկացած երկիր, որը ռազմական սպառազինություն կմատակարարի Իրանին, անմիջապես կենթարկվի 50% մաքսատուրքի։
Սկսվեց մարսատուրքերի պատմությունը։ Բանա զենքն է, բավոնց, այդ իր հազոր զենքն է Էրդողան ու Թրամփ հեռախոսազրույց է տեղի ունեցել, ասում եմ լավ ընկերն է, հարգում եմ։ Բալես այդ Վենսը, որ գնաց այսօր այդ միտինգը տեսակ Օրբանի Քարոզ Արշավին մասնակցում է։ Այ մարդ, ես Որ զանգեց Տրամփին, ընդեղից Քարոզ Արշավի գնացել են Քարոզ Արշավին լուսաբանում։ Հա, չգիտեմ։ Լրիվ Ռուսաստանի ռուսամետ է այդ բանը ախր էլի, պրոբլեմն է ամբողջ Եվրոմիության, որ ասես Հունգարիան ինչ-որ գերտերություն է, բանա պետք է, Անգլիան չի, Ֆրանսիան չի, որ ասես դե պետք է անդե բան, ասենք Հունգարիա էլի։ Քանի անգամ արգելափակեց Հայաստանի հետ կապված բաները Եվրոմիության որոշումները։ Ֆինանսապես, եսի ինչով, ասեց եթե Ադրբեջանն էլ չտակ, իրանք չեք տալու, շատ խառը բաների մեջ է, էլի։ Դե նախ ասենք իշխան կոռուպցիոներներ, ինչ Եվրոպարլամենտում իշխան կոռուպցիոներ դեպուտատ կար, որ Ադրբեջանը գրպանում էր պահում նավթադոլարով, հունգարացիներն էին։ Էլ Սաֆարովի հարցերից սկսած, այնտեղ չգիտեմ ինչերով պրծած, շատ վատ են իրաց։ Երեք կարդում էի միտեղ գրել է, ուրեմն այդ Օրբանը գրել է, որ ես մուկ եմ, որը փորձում է վանդակից ազատել Արուսին, Արուսն էլ բանն է, էլի, Պուտինը իհարկե, այդ Պուտինին է գրել տենց նամակ։ Դե արջ չէ գոնե լինել։ Աստծի մայր։ Եվ այդ մարդուն ամերիկան տենց բան անում, չգիտեմ, հա, ով գիտի ինչ հաշիվներ ունեն, ինչ ունեն։ Ուրեմն հիմա ընդդիմադիր կայքում եմ, մի հատ էսել ասեմ, որ ընդդիմադիրների կայքում եմ, այս ընդդիմադիր չէ, կներեք, ընդդիմադիրը պետք է, սա ընդդիմադդմիկների կայքն է, ուրեմն Փաշինյանը այսօր գնացել էր այդ բժնու տաճարը բան, այնտեղ խոսում էր, որ մաքուր պահեք, խողովակներ էին գնում, մետաղական կոնստրուկցիա կար, ասում է Ժողովուրդ ջան, սա պատմական դարավոր կոթող է, էլի, մի քիչ վերաբերմունք է պետք, հասկանում եմ, մենք հələ չենք եկե գերակաշատ չենք ճանաչել, բայց ձեր բակում այս պատի տակ sense բաների չեք անում, վնասում վերնագիրը տես ինչ են գրել։ Այս խողովակները ինչ են, ահա այսպիսի տեսք պետք է ունենա բանը բժնու ամրոցը, Փաշինյանը առաջարկել է կտրել ծառերը։ Վերնագիրը էլի, այն ինքը ասում էր ոչ թե կտրի ծառերը, այլ ասում է, տես արմատները մտել են Փարիզ սպիտակ, հանդում են բան, ոնց կարելի է, էլի, սա պիտի լուսավորվի, պահվի։ Փաշինյանը առաջարկել է կտրել բժնու ծառերը։ Okay, այսքանը երևի այսօրվա մեր մտորում։ Այո, այսօր չորեքշաբթի ենք, հա, կհանդիպենք վաղը սիրելիներ, միշտ տեսություն։ Դե ցտեսություն։